Ողջույն հարգելիներս, ճիշտն ասած, ես իմ աշխատանքային էտապի որոշակի նյութեր տեղադրելու եմ առանց մեկնաբանության, ուղղակի էներգիաս չի բավարարում, էլի ամբողջ ընթացքը տենց մեկնաբանեմ, ցույց տամ, որտեղ գործերը չափի շատ են հիմա։ Ուրեմն մի քանի կարևոր բան եմ ուզում ցույց տալ առանց մեկնաբանության ես ցույց տվեցի թե ինչպես եմ տեղադրում, ընդհանրապես լեկալները, որ այս միջին գծերը ճիշտ լինի, որտեղ սա սլաքի գծերն է, ծալքի գիծն է, տաբատի, պետք է ինքը իր ճիշտ տեղը լինի, որ հանկարծ շեղումներ չլինեն եւ մեր տաբատը դեֆեկտով չձևենք, թե չէ այդ դեֆեկտը չենք կարող վերացնել։ Ինչպես եմ դա արել նախորդ վիդեոն ես արդեն YouTube-ում տեղադրում եմ հիմա, вот ուզում ցույց տալ, թե օրինակ առաջամասի դեպքում ավելի շատ պարզ է, այստեղ կա մեր կոնքի մակարդակի կետը եւ այդ մակարդակի կետին ենք միացնում մեր այս կողքի կարը, որ ես միանգամից լայնացնում եմ, էլի, այսինքն այստեղ կլասիկ է, ես լայնացնում եմ, լայն եմ սարքում, բայց հետևամասի դեպքում ունենք հետևամասի թեքություն այս վերևի մասում, այդ թեքությունը պայմանավորված է նրանով, այսպես ցույց տամ, այս հատվածում կա մի փոքր թեքություն, սա մեր նստամկանի այս նստելու հարմարության համար է տրվում, իհարկե կարելի է առանց այս թեքության ձևել, բայց այս հատվածներում կստացվի փոքր, կիչնի եւ այլն, այսինքն կձգի, ոչ բոլորին է դա լավ լինելու, вот դրա համար այստեղ թեքություն ենք ստանում, մենք չենք կարող մեր տաբատի այս լայնությունը կոնքի այս գծով լայնացնենք, այսքան ասում եմ, որ դաս եմ իրականում, մենք չենք կարող վերցնել այս գիծը եւ այսպես ուղիղ իջացնենք հենց այս գծից, դա, տեսնում եք, այստեղ լայնանում է, որը չի թույլատրվում մեզ լայնացնել այս հատվածները, մենք պետք է լայնացնենք մինչև մեր այս մակարդակը, բայց որ ուղիղ լինի ներքևի հատվածում։ Բնականաբար, մենք կարող ենք մեր կոնքի այս գիծը, մեր կոնքի կետը սա է այստեղ, մեր կոնքի կետից լայնացնենք մեր ցանկացած ցանկության լայնություն, որ ուզում ենք, բայց դա արդեն նայած թե ոնց կնստի, կոշտ կտորների դեպքում այն կարող է այսպես լավ երևա, շատ լայն լինի, որ չուզենաք, սա ուղիղ կլասիկի դեպքում լավ կլինի այս մեր հորիզոնական գծերը, որ կան կոնքի մակարդակում, խալքի գծի մակարդակում, սա ոտքի երկարության այս մակարդակն է, որտեղ կառուցվել է այս կողքիցը, այս գծերի մենք կարող ենք կառուցել ուղիղ անկյուն եւ այդ ուղիղ անկյունից իջացնենք ուղղահայացը ներքև։ Այսպես է, ուրեմն դնում ենք մեր եռանկյունի կանոնը, այնպես որ մեր ուղիղ գիծը կոնքի մակարդակից ուղիղ իջնի ներքև։ Եթե հանկարծ այնպես ստացվի, որ ձեր մոտ այստեղ առաջանա անկյուններ եւ այլն, այդ անկյունները հարթեցրեք ավելի այս տարբերակով, այսինքն ոչ թե ավելացրեք այստեղ, այլ քչացրեք իրան դեպի այս ներքևի մասով գնացող։ Հիմա ես դա արդեն հաշվի առնելով միացնում եմ ներքևի եղանկյունի այս ուղիղ անկյանը, որ ճիշտ կառուցեմ իմ այս գիծը, որտեղ այստեղ կարևոր է, որ ուղիղ գիծ ստանանք եւ այս հատվածում ավելորդ սանտիմետրներ չստանանք։ Այստեղ ունենանք ուղիղ անկյուն եւ այս հատվածում ունենանք ուղիղ անկյուն, այս մի փոքր 5 մմ հատվածը ստացվում է ես հանեցի, որ ավելի գեղեցիկ հարթ գիծ ստանամ։ Հիմա ուզում եմ ցույց տալ այս հատվածի փոփոխությունները, իրականում այստեղ կարող են թողնել, եթե ուզում եք միայն մի կողմից, բայց ես իմ մոտ լինելու է լայն, դրա համար ես չափում եմ այս հատվածը, որքան որ ես այստեղ լայնացրել եմ եւ դրան հավասար տեղադրում եմ այս կետում, այստեղ։ Սա կարող է փոփոխվել, հիմա երբ որ ես այս գիծը ձևավորեմ, հնարավոր է, որ ես շատ կամ քիչ անեմ, նայում եմ իմ գծի ձևավորվելուն, եթե ամեն ինչ նորմալ է, ես հենց 0 չեմ բերի այստեղ, այլ մի փոքր այս հատվածով եմ զորացնում, այսպես, գցում եմ արդեն ներսի այդ քայլքի գիծը, սա երբ որ տաբատը լայն է երկու կողմից,
որտեղ մենք ունենք սլաքի գիծ երկու կողմից։ Հիմա ինչ վերաբերվում է այս վերևի հատվածին, նախքան վերև բարձրացնելը, լավ կլինի, որ մենք այստեղ նշենք սլաքի ուղղությունը անկախ նրանից, որ մենք այն չենք շեշտելու, չենք ծալելու, չենք կարելու, բայց իմանանք, որ սա միջին գիծն է, այդ մեջտեղն է։ Հուսով եմ նորմալ երևում է ձեզ։ Ուրեմն, այստեղ ես ունեմ դետալ, դա կակետկայի, այսքան կցակտորի դետալն է եւ այս միջին գիծն է տաբատի հետևամասի, ես այն գծում եմ եւ այս գիծը, որ տեսեք չկա այստեղ շարունակություն, ես շարունակում եմ վերև եւ դա ինձ կտա հնարավորություն ճիշտ տեղադրել իմ այս կցակտորի դետալը։ Իսկ ես արդեն միջին գիծը դնում եմ այնպես, հաշվի եմ առնում կարաբաժինները, այստեղ կտորը ստուգում ենք, որ ընկնի տակը եւ ունենա կարաբաժին, որտեղ սա գոտու գիծն է արդեն, եւ սա արդեն կարող եմ ֆիքսել, որ ինքը այստեղ է լինելու եւ արդեն նոր նշում եմ մեր դետալի եզրերը, կարաբաժինները, եթե փակ կար է, ուրեմն փոքր ավելի շատ եմ թողնում, եթե ոչ, ապա 1 սանտիմետր, այստեղ մի քիչ շատ է, որտեղ փակ կար է լինելու։ Կողքին կարաբաժինները ես թողնում եմ 1.5 սանտիմետր։ Առանձին տեսանյութով ես կնկարեմ գրպանի չափերը, ընդհանրապես տաբատի, ջինսի տաբատին է վերաբերում, ջինսի տաբատի գրպանի դիրքը, ոնց որոշենք չափը, ինչի վրա է ազդում մեծությունը, փոքր դետալները եւ այլ հեռավորությունների մասին։ Կխոսեմ դրան շաբլոնների մասին առանձին տեսանյութ։